Հովհաննես Թումանյանի ծնունդն արդեն 3-րդ տարին նշվում է ոչ իր թանգարանում, քանի որ շենքը պետք է վերանորոգվի եւ կառուցվի։ Այդ ընթացքում թանգարանն իր գործունեությունը շարունակում է, սակայն այլ շենքում։ Բանաստեղծի ծննդյան օրը թումանյանասերները կարող են այցելել Հրանտ Մաթևոսյանի անվան մշակութային կենտրոն թանգարան, որտեղ արդեն 3-րդ տարին տեղավորվել է նաև Թումանյանի թանգարանը։ Քանի որ երկու թանգարաններ են բնակվում, Թումանյան թանգարանի համար ժամանակ առ ժամանակ դժվար է դառնում իրականացնել իր գործունեությունը կամ պլանը աշխատանքային գրել այնպես, որ ամբողջ տարին լինի հագեցած։ Ու դրա հետ կապված մեր ծրագրերի բնույթը մի փոքր փոխվում է, օրինակ արտագնա միջոցառումները շատանում են։ Նույնիսկ այդ պայմանները չեն խանգարում, որպեսզի թանգարանն ակտիվ գործունեություն ծավալի։ Բանաստեղծի ծննդյան օրն էլ ունենալու են միջոցառումների հագեցած ցանկ, մանրամասնում է թանգարանի տնօրենը։ Դրական կողմն էլ է նկատում, սկսել են մեծ ծավալով կիրառել նաև նորագույն տեխնոլոգիաները։ Մենք ստեղծել ենք ոսկե դարան բջջային հավելվածը, որը հասանելի է աշխարհի բոլոր կետերում, եւ այս տարի մենք ոսկե դարան հավելվածում ներառել ենք արդեն Թումանյանը պարսկերեն, ճապոներեն, իտալերեն, ֆրանսերեն հեքիաթներն ենք թիվը մեծացրել, անգլերեն, արևմտահայերենի վրա ենք շատ աշխատել, որ մեր սփյուռքի քույրերն ու եղբայրները կարողանան Թումանյանը լսել։ Այցելուների թիվն է սակայն նվազել, եթե թանգարանի հիմնական տարածքում օրական 20-21 խումբ էին ունենում, ապա այստեղ 4-5-ն են։ Տարածքը փոքր է, ցուցանմուշների փոքր մասն է տեղավորվել։ 19,000 ֆոնդից այստեղ ցուցադրության է դրված մոտ 160-ը։ Պահոցները հիմնականում պահվում են Մատենադարանում, Պատկերասրահի պահոցում, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում, ազգային արխիվում, այսպես տարբեր կետերում տարբեր նյութեր են ի պահ տված, բոլորը պայմանագրերով, որովհետև դա ազգային ժառանգություն է։ Վստահ է, բացումից հետո մի քանի անգամ ավելի լավ թանգարան են ունենալու։ Դա լինելու է մի կենտրոն, որտեղ տարիքային տարբեր խմբերի համար, հիմա մենք օրինակ դպրոցականների համար ունենք, չէ՞, կրթական ծրագրեր եւ երիտասարդների, բայց մենք դա տեսնում ենք ցկյանս ուսումնառության կենտրոն։ Ունենալու ենք նաև Վերնատունը, որը արդեն միայն իրերի ցուցադրման վայր չի լինելու, այլ լինելու է գրական խմբակ, արվեստագետների, գրականագետների, ուսանողների, երիտասարդ գրողների ժամադրման վայր։ Իսկ ինչու թանգարանի շինարարական աշխատանքներն այսքան ձգձգվեցին, պատասխանատու գերատեսչության ներկայացուցիչն է պարզաբանում։ 2019 թվականին Պողակի կողմից պատվիրվել էր Թումանյանի տուն-թանգարանի վերանորոգման եւ երկրորդ մասնաշենքի հիմնանորոգման եւ հարկերի ավելացման նախագիծ։ 2023 թվականին կնքվել է կազմակերպության հետ պայմանագիր շինարարական աշխատանքների մեկնարկի մասով եւ շինարարական աշխատանքների մեկնարկից հետո որոշ ժամանակ անց ի հայտ եկան խնդիրներ, որոնք որ թույլ չտվեցին շինարարական աշխատանքների շարունակել նույն նախագծանախահաշվային փաստաթղթերի հաստատված ձևաչափով։ Խնդիրները, որոնք արտացոլված չեն եղել սեյսմիկ եզրակացության մեջ, առաջացել են երկրորդ մասնաշենքում շինարարական աշխատանքներին զուգահեռ։ Երկրորդ սեյսմիկ եզրակացության արդյունքում որոշվել է, երկրորդ շենքը պետք է կառուցվի, ոչ թե վերակառուցվի։ Շինարարական կազմակերպության հետ կնքած պայմանագրի գնման առարկայի քանդման եւ նորի կառուցման մասով, քանի որ գնման առարկայի փոփոխություն է տեղի ունեցել, այդ հիմքով համաձայնագիր չի կնքվել շինարարական կազմակերպության հետ եւ լուծվել է պայմանագիրը։ 2025-ի սեպտեմբերին նախագծող կազմակերպությունը նախարարությանն է փոխանցել լրամշակված եւ պարզ քաղաքաշինական փորձաքննությունն անցած նախագծանախահաշվային փաստաթղթերը, որոնք անմիջապես փոխանցվել են քաղաքաշինության կոմիտե, պետական համալիր փորձաքննություն իրականացնելու նպատակով։ Քանի որ թանգարանը գտնվում է պատմամշակութային հուշարձանների ցանկում եւ երկրորդ մասնաշենքը հարակից է, ապա զուգահեռաբար համալիր փորձաքննությանը փոխանցել ենք շրջակա միջավայրի նախարարություն բնապահպանական պետական փորձաքննություն իրականացնելու նպատակով։ Երկու հանրային լսումներից մեկը արդեն իսկ տեղի է ունեցել, մոտ օրերս տեղի կունենա երկրորդ հանրային լսումը, որից հետո կտրամադրվի մեզ շրջակա միջավայրի բնապահպանական փորձաքննության եզրակացումը, որը կտրամադրենք արդեն քաղաքաշինության կոմիտե
պետական համալիր փորձաքննության ստացման համար։ Ամբողջ գործընթացը նախարարության ուշադրության կենտրոնում է, նշում է պատասխանատու վարչության պետը։ Բոլոր պետական տուրքերը վճարված են համալիր փորձաքննության դրական եզրակացությունը ստանալուց անմիջապես հետո շինարարական կազմակերպությունը կընտրեն ու հնարավորինս շուտ կսկսեն շինարարությունը, իսկ աշխատանքները կտևեն շուրջ 2 տարի։ Էմմա Վարդանյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։